Ինչու դու չես կարող հոգևոր կյանք ապրես, որտեղ քո մեջ մեղքի օրենք է, կյանքի օրենք չկա։ Դա զորով չի։ Դրա համար երբ որ կյանքի օրենքը կհայտնվի, մեղքի օրենքը կխափանվի։ Այդպես է ասում Աստծո խոսքը։ Իսկ դու քո ամբողջ ուժերը լարել ես, չճանաչելով ճշմարտությունը, եւ ինչ ես ուզում անես։ Օրենքի պահանջները կատարես։ Եվ այս մի ծայրահեղությունից շատերը թռնում են մյուս ծայրահեղություն։ Տենում են, որ իրանց մոտ ոչինչ չի ստացվում, հայտարարում է մենք օրենքի տակ չենք, խափանելով Աստծո օրենքը։ Եվ մարդիկ հայտնվում են ազատության մեջ, բայց ոչ թե մեղքից են ազատվում, այլ մեղքի ցանկություններն են ազատություն տալի։ Այս էլ հաջորդ ծայրահեղությունն է։ Մի ծայրահեղությունը նա է, որ առանց հավատքի ուժի օրենքի պահանջները պետք է կատարվի, բայց հավատքի ուժով։ Ուրիշ ուժ չկա, ուրիշ հնար չկա։ Աստծո խոսքին հաստատ հավատալու ուժով։ Մյուս ծայրահեղությունն է, որ Աստծո օրենքը խափանել են արդարանալով, որ մենք շնորհքի տակ ենք, փրկությունն էլ հավատքով է։ Դրա համար 3-րդ գլխի 31 խոսքը Հռոմեացից ասում է, որ մենք հավատքով օրենքը չենք խափանում, այլ օրենքը կատարում ենք։ Օրենքը, հավատքը օրենքը հաստատում է մեր կյանքում։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Հիմա եթե մարդը հաստատ հավատում է, որ կյանքը Հիսուսն է, հաստատ 100%-ով համոզվում է ու վերջ։ Այս մարդը էլ աշխարհում կյանք կփնտրի, հարց եմ տալիս ես։ Էլ չի փնտրի սիրելիներ։ Մի օրենքը խափանվեց, թե կատարվեց։ Տեսնում եք, որ ավտոմատ կատարվեց արդեն։ Ուրեմն հավատքի ուժով է կատարվում։